Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ռազմավարական նախագիծ, որը կարևոր դեր է խաղում Եվրոպայի և Ասիայի միջև կապի ամրապնդման գործում։ Վերջերս տեղի ունեցավ Բաքու-Թբիլիսի կարճ երկաթուղային գծի պաշտոնական բացման արարողությունը, որտեղ ելույթ ունեցան վարչապետը, տնտեսության նախարարը, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության թվային զարգացման և տրանսպորտի նախարար և Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը։ Վարչապետի խոսքով Բաքու-Թբիլիսի կարճ նոր երկաթուղային գիծը պատմական նախագիծ է և Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաջող համագործակցության լավագույն դրսևորումը։ Դատախազության և ԱՄՆ-ի դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության համատեղ գործողության արդյունքում բացահայտվել են կազմակերպված հանցավորության երկու խմբեր։ Խմբերը շահագրգիռ անձանց առաջարկում էին օգնություն ԱՄՆ և Կանադայի վիզաներ ստանալու հարցում, որի դիմաց ստանում էին որոշակի գումար։ Խոսքը կեղծ փաստաթղթեր օգտագործելով և կեղծ պատմություններ հորինելով քաղաքացիներեն խոստացել են ստանալ ԱՄՆ-ի վիզաներ։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 3 անձ և 6 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Դատարանը Գիգա Ալա-Ավալիանիի գործով ձերբակալված Դիմիտրի Չիկովանիին դատապարտեց 9 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ Անի Նասկիդաշվիլիին 5 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատավորի որոշմամբ Դիմիտրի Չիկովանին դատապարտվեց 13 տարվա, իսկ Անի Նասկիդաշվիլին 7 տարի ազատազրկման, սակայն համաձայն անչափահասների արդարության օրենսգրքի նրանց պատիժը կրճատվեց 1/4-ով։ Հոկտեմբերի 4-ի իրադարձությունների կապակցությամբ կալանավորված 7 անձանց կքննեն մեղքի խոստովանության համաձայնագրեր։ Ինչպես լրագրողներին պարզաբանում է գործի մեղադրող Լաշա Սկվիտարյան, վերոնշյալ անձինք խոստացել են իրենց հանցանքները, խոստովանել են իրենց հանցանքները և զղջացել, այդ իսկ պատճառով նրանց հետ կքննվեն մեղքի ճանաչման համաձայնագրեր։ Դատարանի կողմից մի քանի րոպեից կողմերի միջև կնքված մեղադրանքի ճանաչման համաձայնագիրը հաստատելուց հետո մեղադրյալները կազատվեն դատարանի դահլիճից։ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պատվիրակությունը գնահատում է Վրաստանում կատարած հանդիպումները և հայտարարություն է տարածում։ Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են երկրների միջև մերձեցման հնարավոր ոլորտները։ Պատվիրակությունը նաև ընդգծել է, որ պետությունները հետաքրքրված են Վրաստանի հետ առևտրային համագործակցության ընդլայնմամբ։ Իրականում Պիտեր Ֆիշերի հայտարարությունները գերմանական պատմությամբ արատավորված զգայություն է, երբ պատկերացնում ես անցյալի անհետացումը ավելի մեծ ինքնության մեջ։ Այս հայտարարությունը արել է Վրաստանի խորհրդարանի նախագահը սոցիալական ցանցերում։ Ինչպես գրառում է Շալվա Պապուաշվիլին, Գերմանիայի դեսպանը բավարար չի համարում վրացի լինելը։ Վրացին պետք է ունենա լրացուցիչ երկրորդ ինքնություն։ Միխեիլ Սաակաշվիլիի և Նիկո Ամելիայի միջև առճակատումը շարունակվում է։ Բանտարկված քաղաքական գործիչները արդեն մի քանի օր է, ինչ միմյանց պատասխանում են սոցիալական ցանցերում։ Այս անհամաձայնությունը գնահատվում է քաղաքական ողջ սպեկտրում։ Որոշ քաղաքական գործիչների խոսքով Միխեիլ Սաակաշվիլիի դեմ պայքարն անիմաստ է։ Կառավարության որոշ հակառակորդներ նշում են, որ ստեղծված իրավիճակում ընդդիմությունը կերակրում է Վրացական երազանք կուսակցությանը։ Ռուսաստանի կողմից Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների վրա իրականացված լայնածավալ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ։ Վիրավորների թիվը գերազանցում է 100-ը, զոհվածներից 12-ը Դնեպրի բնակիչներ են, որտեղ հարձակումները ամենամեծ թվով զոհերի և ավիրվածությունների պատճառ են դարձել։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով թիրախավորվել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ էներգետիկ ենթակառուցվածքներ։ Հունգարիայի վարչապետ Պիտեր Մագյարը հայտարարում է, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հաջորդ շաբաթվա սկզբին, եթե երկու երկրները համաձայնության գան Ուկրաինայում հունգարական փոքրամասնության հիմնարար իրավունքների վերաբերյալ։ Բերլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում ելույթ ունենալով Մադյարը հաստատեց, որ երկրների միջև բանակցություններ են ընթանում հունգարական փոքրամասնության լեզվական, մշակութային և կրթական իրավունքների վերաբերյալ։
Եթե Ուկրաինան որոշեց ինտեգրվել Եվրամիությանը, խոսեց զարգացման հեռանկարների մասին, բայց նրա արտադրանքի մուտքը եվրոպական շուկաներ չարգելվեց։ Եվրամիության անդամակցության բանակցություններ սկսելու խնդրանք ներկայացող երկրները պարտավոր են պաշտպանել այդ իրավունքները։ Եվս մեկ նորություն Starring Georgia էկոհամակարգում շուտով Վրաստանում կբացվի ամենամեծ դինոզավրերի այգին՝ Դինոտրոպիան, որտեղ կներկայացվեն ավելի քան 50 դինոզավրեր և նախապատմական արարածներ։ Դինոտրոպիան կտեղադրվի Շեկվեթիլիում, Ցիննանտալա գյուղի հարևանությամբ և կլինի ժամանակակից կրթական և զվարճալի տարածք Սև ծովի ափի երեխաների, երիտասարդների և հանգստացողների համար։ Սիղնաղիում 4-րդ միջազգային թատերական փառատոնը բացվեց Art Drone թատրոնի կենդանիների ձայնը ներկայացմամբ, որը ղեկավարում է Լուկա Մոննա Ադիսաշվիլին։ Փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 7-ը և կմասնակցի վրացական 8 և արտասահմանյան 3 թատերախմբերի՝ Լիտվայից, Ուկրաինայից և Իսպանիայից։ Փառատոնի շրջանակներում առաջին անգամ կցուցադրվի Նիդերլանդների թագավորություններում գտնվող վրացական սիրողական թատրոնի Աթիի Նաթ ներկայացումը, կանցկացվեն խոսքի և դերասանական վարպետության դասեր։